հայոց պատմության պատմագրության մեջ առանցքային կարևոր հարցերից է համարվում Հայաստանի առաջին հանրապետության պատմությունը։ Մեկ դար առաջ հայոց անկախ պետականության կերտումն ու կայացումը լուր նահատակների թափված արյան ու անդուր համար աշխատանքի գաղափարների հանդեպ անմնացող նվիրումի արդյունք էր։ Դա շնորհ էր այն ցերենդի, որի ուսերին պատմությունը դրել էր մեծ առաքելություն կատարելու պատիվը։ Իսկ ովքեր էին այն խիզախ հայրերը, որոնք իրենց ուսերին կրեցին ժամանակի փորձությունները։ Նրանցից մեկը Հովհաննես Քաջազնունին էր, առաջին հանրապետության առաջին վարչապետը։ Հովհաննես Քաջազնունու պետական գործունեության ուսումնասիրությունն ունի արդիական, տնտեսական ու գործնական կարևոր նշանակություն։ Հայոց պետականության վերականգնման ուղղված նրա քաղաքականությունը, իրատեսական մոտեցումը և շրջապատին չենթարկվելու անսասան վճռականությունը ուսաների են և արդիական։ Մեր աշխատանքի շարադրման նպատակ է հանդիսացել նոր լույսի ներքո ներկայացնել Հովհաննես Քաջազնունու պետական գործունեությունը 1918-ից 1920 թվականներին, քանի որ խորհրդային ժամանակաշրջանում հասկանալի պատճառներով Քաջազնունու կերպարը ըստ արժանվույն չի լուսաբանվել հանրությանը ճանաչելի դարձնելու համար։ Աշխատանքը շարադրելով մենք նպատակ ենք ունեցել նաև Քաջազնունու օրինակով ցույց տալ, թե ինչպիսին պետք է լինեն պետական այրերը։ Քաջազնունու կերպարը, որպես անձնազոհ պետական ու քաղաքական գործիչ, այսօր էլ չի կորցրել իր նշանակությունը։ Սույն աշխատանքը կատարելու համար մեր առջև խնդիր ենք դրել ուսումնասիրել Հովհաննես Քաջազնունու պետական գործունեությունը 1918-ից 1920 թվականներին, ներկայացնել Քաջազնունուն որպես առաջին հանրապետության առաջին վարչապետ, ցույց տալ Հովհաննես Քաջազնունու դիվանագիտական գործունեության նշանակությունն ու արդյունքները։ Այս հարցերի պատասխաններն ստանալու համար մեր առջև խնդիր ենք դրել ուսումնասիրել հնարավորինս շատ նյութեր ու գրականություն։ Սույն աշխատանքը շարադրելու համար հիմք են հանդիսացել Հովհաննես Քաջազնունու, Ալեքսանդր Խատիսյանի, Սիմոն Բրացյանի և այլոց աշխատությունները։ Նրանց աշխատությունները առանցքային կարևոր նշանակություն ունեն։ Հիմնական գաղափարը եղել է Հայաստանի առաջին հանրապետության հռչակումը և դրա գործունեության շրջանը 2.5 տարվա գործունեությունը։ Մեր աշխատանքը բաղկացած է 3 գլուխներից։ Առաջին գլուխն իր մեջ ներառում է Տրապիզոնի և Բաթումի բանակցություններում Հովհաննես Քաջազնունու մասնակցությունը և դերը։ Երկրորդ գլխում ներառված է նրա վարչապետության շրջանը, իսկ երրորդ գլխում, թե ինչպես է մեկնել Ամերիկա և օգնություն բերել հայերի համար։ Որպես հավելյալ նյութ պատրաստել ենք արհեստական բանականությամբ, Հովհաննես Քաջազնունու մասնակցությամբ մի քանի տեսահոլովակներ և հետաքրքրաշարժ խաղեր։ Աշխատանքը կատարելիս ուսումնասիրել ենք հնարավորինս շատ գրականություն և դրանից ելնելով փորձել ենք քարտեզագրել Հովհաննես Քաջազնունու անցած ուղին։